Ինչ կարծիք ունեն քաղաքացիները ապօրինի շինությունները քանդելու վերաբերյալ հարցում։ Տիգրան Ավինյանը ապամոնտաժում է ապօրինի շինությունները եւ խաղահրապարակներ է կառուցում կանաչապատ տարածքների ավելացում։ Ինչպես եք վերաբերվում այս քայլին։ Եթե քաղաքը գեղեցկանում է, դրական։ Դա օրենքով է կատարվում։ Նորմալ։ Շատ ճիշտ որոշում ազիջա։ Շատ լավ եմ վերաբերում, եթե իրոք այդպես անի ինքը։ Օրինակ մեր բակում գարաժներ կան, մենք բակ չունենք, մեր երեխաները խաղալու տեղ չունեն, ամբողջ մեքենաները։ Այդ թող միաձական երկուսի շենքի մասին մտածի։ Իհարկե լավ է, եթե կատարի։ Իսկ ձեր կարծիքով նման քայլերը փոխելու են երևանցիների վերաբերմունքը հանրային տարածքների նկատմամբ։ Իհարկե, անշուշտ։ Ես կողմ եմ դրան։ Իսկ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն նաև Երևանի այլ հատվածներում կամ առհասարակ Շատացնեն պարզապես։ Այն ինչ որ քանդվել է, պակասել է, պետք է ավելացվի։ Ծառաշատ լինի քաղաքը եւ գեղեցիկ է եւ առողջության համար է նպաստավոր։ Շատ վատ, Ինչու՞։ որովհետև ամեն ինչ քանդվում է։ Ապօրինի շինություն։ Ապօրինի, այո, ինչու՞։ Ապօրինին համաձայն են, եթե թույլատրություն չունեն։ Հրաշալի։ Եթե իհարկե ամեն ինչ կծառայի իր նպատակին, իրականում կդառնան խաղահրապարակներ, ուրեմն հրաշալի։ Շատ վաղուց էր պետք ապօրինի շինությունները քանդել։ Ինչ բարելավման նախագծեր, ինչ պետք է ավելացվի բարելավման նախագծեր։ Դա պիտի պատկան մարմինները դրա մասին հոգ տանեն, ես ով եմ, որ իրանց ուղղություն։ Ինչ է պակասում Երևան քաղաքին, աղբամաններ կամ կանաչ տարածքներ միանշանակ, մաքրություն, որը պիտի ապահովի ոչ միայն քաղաքապետարանը, նաև մենք ինքներս եւ բարեկարգ բակեր մանուկների համար, որովհետեւ յուրաքանչյուր ծնող չի որ ժամանակ եւ գումար ունի որ տանի հատուկ այգիներ երեխաներին, կարծում եմ մաքուր բակ ունենալը հրաշալի է, նաև շատ էսթետիկ է։ Ես Երևանի շեյք չեմ ճանաչում։ Ինքնագլուխ ինչ ուզում անում են։ Ինչ ասեմ էլ դրանց։ Էսի պետություն չի։ Պետք է քանդվի նորը սարքվի սա։ Դա ինչ պետություն։ Օրը քնում են ու մի բան հնարում են։ Ապօրինի շինությունը բակերում օրինակ ապօրինի ավտոտնակներ են քանդում։ Կա որ պետք է քանդել։ Կա որ չի կարելի քանդել։ Նայած շինություն։ Ինչ կցանկանաք որ ավելացնեն բարելավման նախագծերում։ Կանաչապատեն, սիրունացնեն քաղաքը։ Իսկ լավ է, էլի, մալադեցի։ Նորմալ մարդը կասի ճիշտ է անում։ Իսկ ինչ կցանկանայիք որ ավելացվեր բարելավման նախագծերում։ Ծառերը, ևս քարերը, որ դուրս են գալի փողոցներից, ամրացվեր, քայլում ես, ոտդ ընկնում է։ Տիգրան Ավինյանը ապամոնտաժում է ապօրինի շինությունները եւ խաղահրապարակներ է կառուցում կանաչապատ տարածքների ավելացում։ Ինչպես եք վերաբերվում այս քայլին։ Նորմալ։ Ինչ պետք է ավելացվի բարեկարգման, բարելավման ծրագրեր։ Դե բնականաբար կանաչապատումը ամենաառաջինը, ծառերը, բայց ոչ սակուրաները։ Մեր հայկական հին, կաղնին, թխկին, որը որ ավելի շատ թթվածին է արտադրում, քան թե սակուրաները։ Այդքան բան կարող եմ ասել։ Շատ լավ մտահաղացում է եւ ես ինքս կողմ եմ։ Պաճառը 5 թառ ունեմ, որան նայում եմ իրանց համար խաղալու տեղ չկա։ Թող սարքվի եւ թորներից հետ կանցնենք խաղալու։ Իսկ ինչ կցանկանայիք ավելացնենք բարեկարգման ծրագրերում նախագծերում։ Ինչքան կարելի է հնարավոր է ջուր, պստիկ լիճ, բասեյնը, ինչա այդ տիպի բաներ, ինչքան շատ այդքան լավ։ Ինչի ձեզ եմ հարց տալի, դու ջուր չեք սիրում։ Նույնն էլ ես, իսկ մանավանդ երեխեքը Եթե ջուր չկա, ճլած, ջարդած, բայց որ ջուրը կա, ուր են, այնա ջրի մեջ են, դա ամենալավ բանն է։ Ճիշտն ասած, ինձ միշտ այդ հարցը մտահոգել է, որ մեր քաղաքի դեմքը կորցրել էին այդ, չգիտեմ, ժողովրդական լեզվով ասած, փոքր տաղավարները, բուտկաները, չգիտեմ ինչերը, մայթերը ոնց որ փակել են, անանցանելի է դարձել,
Ինձ միշտ այդ հարցը մտահոգել է, որովհետև սիրուն չի եղել։ Իմ քաղաքի դեմքը կորցրել են։ Ես կարծում եմ լավ միտք է, բայց կարելի է դրան, որպեսզի ժողովուրդն էլ չտուժի, ինչ որ լուծումներ գտնել, որ երկուստեք լինի էլի։ Դրական միտում է։ Ասենք թե եթե երեխաների խաղահրապարակ իրոք չկա, որտեղ ինքան ավտոկայանատեղիներ կան։ Չեն կարող երեխաները մի հատ ֆուտբոլ խաղան բան։ Բակային դաներից պետք է հանվի այդ մեքենաների հոսքը, որտեղ գալիս են կանգնացնում են մեքենաները բակերում, բայց գնում են իրանք մի 150-200 մետր հեռու աշխատանքի։ Իսկ այդտեղի բնակիչները տուժում են, երեխաները չեն կարող խաղան։ Եվ այդտեղ իհարկե մաքրվի կանաչ գոտի սարքվի շատ լավ կլինի։ Էլ ինչ պետք է ավելացվի բարեկարգման նախագծերում։ Այդտենց մի անգամից մեծ քաղաքի հետ կապված։ Այդ կարելի է բացի դրանից ջրավազաններ էլ պատրաստեն, էլի երեխաները այն ժամանակ բակերում կար լողանում էին։ Համարը գոնե կլողանան, դա էլ մեծ բան է։ Օրինակ մանավանդ հիմա շոկին տենում եք, չէ՞ ինչ շոկա։ Ամեն ինչ չի որ բանա, վատա վիճակը։ Ահագին ու բանա, անում է, էլի բարելավում է։ Օգնում է, ասենք, մաքրում է, ամեն ինչ որ վատա։ Ճիշտ ասած չեմ զբաղվում, ես այդ հարցերով չեմ անում։ Շատ ճիշտ է, ապրի, թող ավելի շատ անի, ավելի ակտիվ է պետք անել։